SMS հաղորդագրություն ուղարկելու դեպքում վարորդները օգոստոսի 1-ից ստիպված կլինեն ավելի վճարել կարմիր գծերի համար։ 1 ժամ կայանելու նախկին 100 դրամի փոխարեն վարորդի հեռախոսային հաշվից կպակասի 149, իսկ 1 օր կայանման նախկին 500 դրամի փոխարեն կգանձվի 748 դրամ։ Այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը պնդում է ավտոկայանատեղի վճարը չի փոխվել, ընդամենը գանձվելու է SMS-ի միջնորդավճարն ու ավելացված արժեքի հարկը։ Ավականու ընդդիմադիր ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը տարակուսանք է հայտնում, ինչ է նշանակում թանկացում չկա։ Այդ դեպքում եթե թանկացում չի, ով է վճարելու այդ ավելացված գումարը, իհարկե վարորդը։ Եթե վարորդը ուրեմն դա լրացուցիչ բեռ է նրա վրա, ուրեմն դա թանկացում է։ Եվ ակնհայտ է, որ այստեղ տուժողը լինել է վարորդը, իսկ parking seat-ին լրացուցիչ գումարներ է ստանալու։ Խորհրդարանի ամբիոնից այսօր թեմային անդրադարձավ Ծառուկյան խմբակցության падգամավոր Նաիրա Զոհրաբյանը, քաղաքային իշխանություններին կոչ անելով հրաժարվել այս նախաձեռնությունից։ Մենք ասում ենք հանեք այդ կարմիր գծերը, դուք այստեղ բերում ասում եք 50%-ով օգոստոսի 1-ից պետք է կայանման վճարի գինը ավելացնել։ Սա լրջագույն խնդիր է առաջացնելու եւ քանի դեռ խնդիրը չի առաջացել, հորդորում եմ պատկան կառույցին հետ կանգնել այս ճակերտավոր փառահեղ գաղափարիչն։ Այնինչ քաղաքապետարանը տարածած հաղորդագրությամբ ընդգծում է, թե SMS հաղորդագրության փոխարեն վարորդները կարող են վճարել կայանատեղերի մոտ տեղադրված տերմինալների միջոցով եւ այդ դեպքում միջնորդավճար կամ հարկ չի գանձվի։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է հատուկենտ կարմիր գծերի մոտ կան վճարման տերմինալներ։ Օրինակ մենք հիմա գտնվում ենք Խորանացի փողոցում, ստեղ մի հատ տերմինալ ցույց տվեք, տերմինալ է գոյություն ունի երևի այս փողոցում, քաղաքացին ոնց պետքա վճարի։ Որ պետքա քաղաքապետարան տերմինալները տեղադրել, տերմինալների տեղադրման հասցեներ պետքա հրապարակի, հա, որ նոր կարողանա այլ միջոցներ ինքը ձեռնարկի։ Մինչ այդ ինքը ոչ իման չի անում եւ արհեստական թանկացնում է, դա դեռ անօրինական է, այսինքն քաղաքացիների մասին մտածելու կամ չգիտեմ ինչ-որ կարծիքը լսելու թքած ունեն մեր քաղաքացիների վրա կոպիտ ասած, ինչ ուզում նայել անում են։ Վարորդների իրավունքների պաշտպան Տիգրան Քեյանն ու ավականու ընդդիմադիր անդամ Արայիկ Հարությունյանը համոզված են իրական նպատակը վարորդներին այլընտրանքից զրկելն է, որ ուզած-չուզած վճարեն ողջ ամսվա 2000 կամ տարվա 12000 դրամը։ Այս ծառայությունով ավելի շատ վնասներ են կրում, չեմ օգուտներ են քաղում եւ բնականաբար ինչ-որ միջոցներ պետքա ձեռնարկեին, որ վնասները ծածկեն, հա, փակեն վնասները։ Եվ մեր քաղաքացիների մեծ մասը օգտվում է ավելի շատ 1 ժամվա, հա, ծառայությունից եւ 1 օրվա ծառայությունից, դե բնականաբար այդ դրույքաչափերը հենց թանկացվեցին SMS-ի վրա, հենց այդ վճարները թանկացվեցին, որ ավելի շատ գումարներ մուտք լինի։ Եթե նախկինում ինքը կարող էր այդ ավտոկայանատեղիներից օգտվել շատ հազվադեպ Երևանի կենտրոնում կամ այլ վայրերում էլ գտնելով ոչ վճարովի տեղը, ապա այս դեպքում ինքը եւ վճարը շատ քիչ գումար, հիմա ստիպված է լինելու ամեն ամսվա համար լրացուցիչ մեծ գումարներ վճարել։ Տեղական турքի դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվում, հիշեցնում են Հարությունյանն ու Քեյանը, իսկ իրենք վարորդները անգամ չգիտեն, թե որ ծառայության համար են վճարում։ Ես չեմ կայնում կարմիր գծերի վրա երկար, չեմ կայնում։ Որ չմուծեք գումարը։ Ինչ տարբերակով եք վճարում։ Տարեկան։ Տարեկան։ Ինչու եք այդ տարբերակն ընտրել ավելի։ Բաժանա։ Վարորդի համար սա ինչ-որ ծառայություն է, ձեզ մատուցում են ինչ-որ բան վճարում եք։ Չէ։ Ինձ ոչ մի բան։ Ինչու եք վճարում։ Որ չտուգանվե։ Ավելի շատ որպես պետական турք եմ ես նայում, քան թե որպես ծառայություն։ Հիմա շատ մեծ գումարներ են գանձվում։ Եվ եթե նույն կարմիր գծերը եթե նայենք, հա, դրանք գրեթե չեն թարմացում։ Այդ հիմնական այն գործն է, որ նրանք պետք է անեն, նույնիսկ դա չեն անում։ Սերժ Սարգսյանի անցած տարվա հանձնարարականից հետո արագաչափերից, տեսախցիկներից եւ կարմիր գծերից ստացվող գումարներն ուղղվում են պետությանը։ Նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, այլ մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը, ասել էր նախագահը։